Եվրոպական համալսարանը արդեն 25 տարի է իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում։ Պետք է կրթությունը Հայաստանի Հանրապետությունում ապահովել հարգելով հայաստանյան կրթական համակարգերը։ Ուսանողները եւ դիմորդները ներկայումս ինչպես պետք է այսպես համոզմունք ունենան, որ եվրոպական համալսարանում իրենք կլինեն իրենց երազանքների մասնագետը։ Մենք մեր գործունեությամբ ենք ապացուցում մեր ուսանողներին, մեր դիմորդներին։ Այսօր Հայաստանի Եվրոպական համալսարանը լայն հնարավորությունների հարթակ է դարձել։ Եվրոպական համալսարանը ստանում է միջազգային ճանաչում ունեցող պետական նմուշի դիպլոմ պլյուս միջազգային մեկամյա որակավորման դիպլոմ։ Սա հարթակ է, որտեղ առանց սահմանափակումների խոսելու ենք հնարավորությունների սահմաններում։ Բարև ձեզ։ Այսօր մեր տաղավարում մեր հյուրն է Հայաստանի Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Տիրուհի Ասլանյանը։ Բարև ձեզ, Տիկին Ասլանյան։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ հրավերի համար։ Մենք եւս ուրախ ենք ձեզ հյուրընկալելու մեր տաղավարում։ Տիկին Ասլանյան, եկեք նախ սկսենք ամենասկզբից։ Ինչպես եւ ինչու Եվրոպական համալսարանը սկսեց գործունեություն ծավալել ընդհանուր առմամբ Հայաստանում։ Շնորհակալություն հարցի համար։ Եվրոպական համալսարանը արդեն 25 տարի է իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում։ Որպես միջպետական փու Եվրոպական համալսարանը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ մի շարք միջազգային հայտնի կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրերի շնորհիվ եւ սկսած իր գործունեության առաջին տարիներից Եվրոպական համալսարանը որդեգրել է մի սկզբունք, որ պետք է կրթությունը Հայաստանի Հանրապետությունում ապահովել հարգելով հայաստանյան կրթական համակարգերը, ինչպես նաև միջազգային եվրոպական չափանիշները։ Եվ այսօր Հայաստանի Եվրոպական համալսարանը միակն է այն բուհերի, որ հանդիսանում է բարձրագույն կրթական հաստատությունների եվրոպական հաստատության անդամ, Eurasia-ի անդամ։ Գյումրիում իսկ երբվանից եք եւ առհասարակ Եվրոպական համալսարանը Գյումրիում եւ Գյումրիից դուրս այսպես ընդհանուր առմամբ քանի մասնաճյուղեր ունի։ Հայաստանի Եվրոպական համալսարանը Գյումրիում մասնաճյուղ է բացել 2008 թվականից սկսած եւ ունի մասնաճյուղեր Վանաձորում, Իջևանում եւ Կապանում։ Եվ առաջին իսկ օրվանից ես պատիվ ունեմ աշխատելու Հայաստանի Եվրոպական համալսարանում որպես դասախոս եւ հենց ի սկզբանե մենք ուսանողների հետ կապված որևէ խնդիր, մրցունակության հետ կապված, որակի եւ քանակի հետ կապված չենք ունեցել։ Մեր լսարանները միշտ լի են եղել խելացի, բանիմաց ուսանողներով, ովքեր հետագայում պիտանի են եղել Հայաստանի Հանրապետության զարգացման համար։ Այն նշում եք բազմաթիվ քաղաքներ, որտեղ մասնաճյուղեր ունեք, ինչի մասին է սա վկայում, որ Եվրոպական համալսարանն այսօր մրցունակ է, ունի մեծ պահանջարկ, այո։ Այո, այսօր իսկապես կարող ենք ասել, որ Հայաստանի Եվրոպական համալսարանը մրցունակ բուհերից է, որպես միջպետական բու, այո, կարողանում է իր եվրոպական չափորոշիչների շնորհիվ ունենալ իր շրջանակը ուսանողների, իր հետաքրքրությունների շրջանակը եւ իսկապես բոլոր մասնաճյուղերում էլ մենք ուսանողների խնդիր չունենք, պահանջված բուհ է եւ իսկապես իր գործունեությունն իրականացնում է հանուն երկրի բարօրության։ Տեսեք, ցանկացած դիմորդի ուսանողի նպատակը ցանկացած բարձրագույն կրթական հաստատություն հայտնվելուց հետո էլ մեկն է լինել լավ եւ գիտակ մասնագետ իր ոլորտում, ընտրած ոլորտում։ Ուսանողները եւ դիմորդները ներկայումս ինչպես պետք է այսպես համոզմունք ունենան, որ Եվրոպական համալսարանում իրենք կլինեն իրենց երազանքների մասնագետը եւ կլինեն արհեստավարժ մասնագետներ իրենց ընտրած ոլորտներում։ Այսօր ավելի հեշտ է խոսել Եվրոպական համալսարանի հաջողությունների մասին, քանի որ 25 տարի մայրբուհն է գործում, 18 տարի Գյումրու մասնաճյուղը, եւ մենք մեր գործունեությամբ ենք
ապացուցում մեր ուսանողներին, մեր դիմորդներին, որ այո, ընտրելով Հայաստանի Եվրոպական համալսարանը եւ Գյումրու մասնաճյուղը կամ որևէ այլ մասնաճյուղ, իրենք կունենան հաջողություններ, որովհետեւ երբ որ նայում ենք անցած պատմությունը, անցած ճանապարհը, մենք տեսնում ենք մեկ փաստ, որ ուսանողները իրենց ուսումնարտադրական, նախավարտական պրակտիկաների արդյունքում ստանում են հրավերներ։ Մենք երրորդ կուրսում արկայում, չորրորդ կուրսում հեռակայում արդեն ունենք ուսանողներ, ովքեր աշխատաշուկայի կողմից հրավիրյալ աշխատողներ են։ Եվ այդ ամենը վկայություն են այն բանի, որ Հայաստանում Եվրոպական համալսարանը իր գործունեությունն իրականացնում է ճիշտ։ Մենք մեր դիմորդներին, մեր ուսանողներին չենք պատմություններ չենք հորինում նրանց համար, մենք խոսում ենք իրական փաստերով եւ ներկայացնում ենք ուսանողների, ովքեր այսօր զբաղված են պետական շատ մարմիններում որպես աշխատողներ, մեր ուսանողները պահանջված են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, ունենք շատ ուսանողներ, ովքեր փայլուն քննությունների արդյունքում ստացել են փաստաբանի որակավորում, արտոնագիր եւ աշխատում են որպես լավ փաստաբաններ, ունենք դատախազությունում ուսանողներ, քննչական կոմիտեում, ունենք ուսանողներ բանկերում, տարբեր մասնավոր կազմակերպություններում եւ կարծում եմ դա է այն լավագույն փաստը, որ իսկապես այսօր Հայաստանի Եվրոպական համալսարանը, Գյումրու մասնաճյուղը եւս պատրաստում են աշխատաշուկային պիտանի եւ լավ որակավորում ստացող մասնագետներ։ Սա թերևս յուրաքանչյուր դեռևս ուսանողի երազանքն է լինել այնտեղ, այն ոլորտում, որին նվիրել է բուհական, այսպես 4 կամ գուցե 5 տարիները։ Տիկին Ասլանյան, այսօր ինչ հնարավորություններ է ընձեռում Եվրոպական համալսարանը եւ մասնավորապես Գյումրու մասնաճյուղը նոր դիմորդներին, ովքեր պետք է այսպես որոնումների փնտրտուքի մեջ են եւ նոր պետք է ընտրեն թե ուր գնալ։ Այսօր Հայաստանի Եվրոպական համալսարանը լայն հնարավորությունների հարթակ է դարձել, որովհետև մի քանի առանձնահատկություններ է կարելի մատնանշել, որոնք եւ պետք է թիրախավորել, դիմորդների կողմից պետք է դրանք դիտարկվեն եւ ընտրեն Հայաստանի Եվրոպական համալսարանը։ Այսօր Հայաստանի Եվրոպական համալսարանը ունի ոչ միայն հայաստանյան հավատարմագրում, այլ նաեւ միջազգային եվրոպական եւ ամերիկյան հավատարմագրում, ինչպես ասեցի, անդամ է բարձրագույն կրթական հաստատությունների Եվրոպական ասոցիացիայի, որը թելադրում է, որ մենք ունենանք եվրոպական չափորոշիչներին համապատասխան կրթություն, համագործակցում ենք բազմաթիվ երկրների տարբեր կազմակերպությունների հետ, կրթական հաստատությունների հետ եւ որ ամենակարևորն է միջազգայնացման արդյունքում մենք կարողացանք մի շարք երկրների հետ ունենալ համաձայնագրեր, որպիսի ուսանողներն իրենց Եվրոպական համալսարանի կրթությանը զուգահեռ մեկամյա որակյալ մասնագիտական կրթություն եւ համապատասխան դիպլոմներ ստանան, որը որ իրականացնում ենք Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Արաբական Էմիրությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի հետ։ Ամենակարևոր առանձնահատկություններից էլի պետք առանձնացնել այն, որ մենք ունենք փոխանակման ծրագրեր, շարժունության ծրագրեր, ոչ միայն ուսանողների, այլ նաև դասախոսական կազմի համար, արդեն կարող ենք վստահորեն ասել, մենք խոսում ենք ոչ թե երազանքներով, այլ գործերով, այո, Մայրբուհում մի տարվա ընթացքում 5-6 խումբ ուսանողների եւ դասախոսական կազմերի տարբեր ծրագրերով, կրթական, պրակտիկաների, հետազոտական ծրագրերով մասնակցեցին մի շարք նշված վերը թվարկված պետությունների հետ տարբեր ծրագրերի եւ վերադարձան մեծ հաջողություններով։ Այսօր արդեն այդ մեկամյա որակյալ մասնագիտական ծրագիրը ունի իր արդյունքը տված, ունենք ուսանողներ, ովքեր արդեն ստացել են այդ մեկամյա դիպլոմները, ունեն հաջողություններ եւ որ ամենակարևորն է, Մայրբուհը իր գործունեությունը չի իրականացնում մասնաճյուղերից հեռացված, այլ մասնաճյուղերի հետ միասին։ Այսօր Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղում մենք ունենք ուսանող, ով իրավագիտության ֆակուլտետում է սովորում, սակայն իր մեկամյա ծրագիրը իրականացնում է Փարիզի համապատասխան բուհի հետ IT ոլորտով եւ տարվա վերջ նաեւ մենք ականատեսը կլինենք նրա հաջողությունների եւ ուսանողն ավարտելով
Եվրոպական համալսարանը ստանում է միջազգային ճանաչում ունեցող պետական նմուշի դիպլոմ պլյուս միջազգային մեկամյա որակավորման դիպլոմ, որը բնականաբար մեծ փորձ է աշխատաշուկայում որպես լավ մասնագետ իր թեորիան, իր տեսությունը կիրառելու համար եւ կարող եմ վստահաբար ասել, որ Հայաստանի Եվրոպական համալսարանն այն կամուրջն է աշխատաշուկայի եւ ուսանողի համար, որ հեշտացնում է մի քանի անգամ ավելի, որպեսզի ուսանողը կրթությունը ստանալուն զուգահեռ լինի աշխատաշուկայում պահանջված մասնագետ։ Տիկին Ասլանյան, այսինքն սովորելով Եվրոպական համալսարանում ուսանողը հնարավորություն ունի ստանալու կրկնակի դիպլոմ եւ եթե իհարկե ուսումը շարունակում է դրսում եւ այսպես օգտվում է դրսում սովորելու այդ հնարավորությունից եւ ստանում է պարտադիր պետական նմուշի դիպլոմ, այո։ Այո, կրկնակի դիպլոմ այնքանով, որ ոչ թե 4 տարիների բակալավրի դիպլոմ է անվանվում երկրորդ դիպլոմը, այլ մեկամյա պրոֆեսիոնալ կրթական ծրագրի շրջանակներում տրվում է որակավորման դիպլոմ 1 տարվա համար։ Ինչ վերաբերվում է Եվրոպական համալսարանի տրված պետական նմուշի դիպլոմին, այո, պետական դիպլոմ է, որը որ անցնում է եւ Եվրոպայում, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ ՌԴ-ում, սա եւս միայն խոսքեր չեն, սրանք ապացույցն են այն փաստերի, որ մենք ունենք ուսանողներ, ովքեր իրենց մասնագիտական առաջընթացն են գրանցել Եվրոպայում, Ամերիկայում եւ Ռուսաստանի Դաշնությունում։ Ինչու՞ չէ նաև մեր երկրում։ Ես մեր երկրում բնականաբար, որովհետև ինչպես խոսքիս սկզբից նշեցի, այո, սա միջպետական բուհ է, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով։ Սա թերևս այն այսպես թիրախային հարցերից է, որ մշտապես վստահ եմ թե դիմորդների ընտանիքներին հետաքրքրում է, այն է պետական նմուշի դիպլոմը եւ նաեւ հետաքրքիր է թե ինչ բաժիններ ունի Եվրոպական համալսարանը, արդեն առաջին փուլով այսպես դիմորդները քննություն հանձնել են եւ ինչ բաժինների հնարավորություն ունի այս տարի։ Քանի որ մենք միջազգայնացման գործընթացն էինք սպառում, այսպես ասած, 2 տարի մենք ունեցել ենք դադար ընդունելության եւ այն հաջողությունները, որ Մայրբուհը գրանցեց, մեզ հնարավորություն տվեց ավելի նոր ուժերով շարունակելու մեր գործունեությունը նաեւ մարզերում։ Եվ դրա հետ կապված անցած տարի մենք ունեցանք ընդունելություն, ունեինք 4 բաժին հեռակաբաժնում, իրավագիտություն, մշակութաբանություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ իրավագիտություն, լիցենզիայով նախատեսված 80 տեղ եւ մենք 80 տեղի համար մրցույթ կազմակերպեցինք 100 ուսանողի համար։ Սա նշանակում է, որ հենց առաջին տարին, որ վերսկսեցինք մեր ընդունելությունը, մենք արդեն ունեցանք հաջողություն։ Այս տարվանից սկսված, այսինքն 26-27 ուստարիվա հետ կապված, ավելացնեմ, որ ունենք նաեւ առկա ուսուցման ընդունելություն, մենք ունենանք առկա ընդունելություն, հեռակա եւ նաեւ նախապատրաստական խմբեր, որը որ գործում է Գյումրու մասնաճյուղում սկսած նոյեմբեր ամսից։ Դրա մասին հետո կանդրադառնանք, ինչ վերաբերում է ընդունելությանը, հեռակա բաժնում 4 մասնագիտությունների համար ունենք լիցենզիաներ, իսկ առկա բաժնի համար ունենք նաև բացի իրավագիտություն, մշակութաբանություն, կառավարում եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ, ունենք ինֆորմատիկա, տնտեսագիտություն եւ գործարար բիզնես գործարարություն, միջազգային հարաբերություններ, լեզվաբանություն եւ հոգեբանություն։ 9 բաժիններ, որոնցով որ իրականացվում է առկայի ընդունելություն։ Եվ այո, կարելի է հաջողություն համարել, որ առաջին փուլով մենք ունենք արդեն ընդունված ուսանողներ առկա բաժինների համար, նախապատրաստականն էլ շարունակում է իր գործունեությունը։ Թույլ տվեք մի փոքր իմ լրագրողական այսպես ճակերտներից դուրս գալ եւ նաեւ փաստել, որ այո, Գյումրիում Եվրոպական համալսարանը էականորեն եւ ակնհայտորեն իր ակտիվությունը դրսևորում է քաղաքում, դա շատ նկատելի է եւ նաեւ նկատելի է այն տեսանկյունից, որ այժմ դիմորդները շատ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դեպի Եվրոպական համալսարանը, կարծում եմ սա էլ կարելի է այսպես առանձնացնել որպես հաջողության գրավական եւ Տիկին Ասլանյան, եկեք նաեւ անդրադառնանք, դուք նշեցիք
նախապատրաստական կուրս, այո։ Այո։ Ինչ է դա իրենից ենթադրում, նոր բան է եւ որքանով է օգնելու դիմորդին, որպիսի այսպես հեշտ մուտք գործի դեպի բարձրագույն ուսումնական հաստատություն։ Ինչպես մենք գիտենք, Հայաստանի Եվրոպական համալսարանը մյուս միջպետական բուհերի նման ֆրանսիական համալսարան, ամերիկյան համալսարան, սլավոնական համալսարան ընդունելությունը կազմակերպում է եւ միասնական քննությունների արդյունքում, եւ միջազգային քննությունների արդյունքում, SAT, TOEFL, IELTS եւ այլն, եւ իր ներբուհական քննություններով։ Եվ քանի որ շատ ուսանողներ չեն ուզում դիմել միջազգային կամ միասնական քննությունների կամ ունենում են որոշակի մեկ առարկայից անհաջողություններ, Եվրոպական համալսարանը այդ ուսանողներին հնարավորություն է տալիս ընդունելությունը կազմակերպել ներբուհական քննություններով։ Եվ նախապատրաստականի նպատակն է մեր ուսանողներին պատրաստել այդ ներբուհական քննություններին, սակայն տալով նրանց նախապատվություն եւ առավելություն։ Ինչ է սա նշանակում։ Ինչպես գիտենք, յուրաքանչյուր բաժին ունի իր քննական առարկաները։ Օրինակ, իրավագիտությունում միջազգային հարաբերություններում կարելի է ընդունվել անգլերեն եւ հայոց պատմություն առարկաներով։ Կառավարման, տնտեսագիտության եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժնում անգլերեն եւ մաթեմատիկա առարկաներով եւ այլն։ Այսպես ուսանողը, ընտրելով իր մասնագիտությունը, գալիս է եւ յուրաքանչյուր ամսվա եւ յուրաքանչյուր առարկայի համար վճարում է 10,000 դրամ եւ մինչեւ ընդունելության քննությունները, եթե հաղթահարում է այդ ծրագիրը, այսինքն վերջնական թեստավորման արդյունքում համապատասխան ցուցանիշներն է դրական դրսևորում, նախապատվության իրավունքով առանց մասնակցելու ներբուհական քննություններին եւ մրցույթին եւս դառնում է Հայաստանի Եվրոպական համալսարանի ուսանող։ Մայր բուհում արդեն մի քանի տարի է այս ծրագիրը գործում է, Գյումրու մասնաճյուղում սա առաջին պտուղներն են եւ սկսել ենք գործունեությունը նոյեմբեր ամսից։ Բնականաբար մենք կնքում ենք ուսանողների հետ պայմանագրեր, ծնողների հետ խիստ համագործակցության շրջանակներում, ներկաներ, բացականերով եւ կան ուսանողներ, ովքեր չեն հաճախում նախապատրաստականի դասերին եւ հեռացվում են այդ բաժնից, որովհետեւ սա այն չի, որ վճարում ենք ամսական 10,000 կամ 20,000 դրամ եւ երաշխավորում ենք երեխաների մուտքը համալսարան։ Սա բիզնես չէ, սա ընդամենը բուհը հնարավորություն է տալիս մեր դիմորդներին, աշակերտներին շատ մատչելի տարբերակով պատրաստվել եւ դառնալ բուհի ապագա ուսանող։ Մենք մեր ծրագրերն ենք սովորեցնում մեր երեխաներին եւ հետագայում նաեւ իրենք լինելով բուհի ներսում, մասնակցելով բուհի միջոցառումներին եւ առօրյային, ավելի հասկանում են, արդյոք ճիշտ ընտրություն կատարել են թե ոչ։ Եվ այդ քննություններ, այդ պարապմունքների արդյունքում իրենք այլ բուհի համար չեն պատրաստվում, իրենք միասնական քննությունների կամ միջազգային քննությունների համար չեն պատրաստվում, այլ մեր կայքում տեղադրված թեստերի համար են պատրաստվում, այսինքն մեր չափորոշիչներին համապատասխան դիմորդներ ենք պատրաստում։ Շատ լավ, Տիկին Ասլանյան, խոսքում նաև նշեցիք համագործակցությունների մասին։ Ես գիտեմ, որ շատ այսպես աշխատաշուկայում համագործակցությունները լայն են Եվրոպական համալսարանի, այս համագործակցությունները ինչ հնարավորություն են տալիս ուսանողներին։ Համագործակցությունները հենց պատճառն են հետագա զարգացման համար։ Մենք մեր առջև դրել ենք խնդիր, որ մենք պիտի աշխատաշուկայի գրեթե բոլոր կազմակերպությունների լինի պետական թե մասնավոր ունենանք համագործակցության հուշագրեր, որպեսզի եւ ուսանողների համար պրակտիկաների կազմակերպումը լինի արդյունավետ եւ հեշտ, եւ նաեւ աշխատաշուկան ծանոթանա մեր ուսանողներին։ Ինչպես տեսնում եք, ովքեր հետևում են համալսարանի կայքերին, էջերին, հաստատ կտեսնեն, որ մենք վարպետաց դասեր ենք շատ կազմակերպում, գիտաժողովներ, փոքրիկ միջոցառումներ, սեմինարներ։ Այս վերջին շաբաթների ընթացքում մենք պատիվ ունեցանք հյուրընկալել վարպետաց դասերի շրջանակներում ընդհանուր իրավասության դատարանի դատավորի, Շիրակի մարզի դատախազի տեղակալի, հոգեբաններ, իրավաբաններ բազմաթիվ, ովքեր եկան եւ իրենց փորձով կիսվեցին ուսանողների հետ։ Սա հիմնականում համագործակցությունների արդյունքում են այս հանդիպումները տեղի ունենում եւ մենք
ավելի 1-2 քայլ հեշտացնում ենք ուսանողների մուտքը դեպի աշխատաշուկա եւ նաեւ աշխատաշուկային էլ ցույց ենք տալիս, որովհետեւ իրենք գալիս եւ ինտերակտիվ դասեր են անցկացնում, հնարավորություն են ունենում հասկանալու, որ այո, այսօր Հայաստանի եւ միջազգային չափանիշներին համապատասխան մասնագետներ է կրթում Հայաստանի Եվրոպական համալսարանը բոլոր մարզերում։ Իսկ ովքեր են կրթում այդ մասնագետներին։ Այո, մենք դասախոսական կազմը տարեց տարի համալրում ենք նոր մասնագետներով, եվրոպական չափորոշիչներին համապատասխան մասնագետներով, բնականաբար ունենք դասախոսներ, ովքեր համատեղում են, Շիրակի մարզում գործող հայաստանյան բուհերում են աշխատում, տնտեսագիտական համալսարանում, Շիրակի պետական համալսարան, պոլիտեխնիկական եւ այլն, ունենք հրավիրյալ դասախոսներ եւ կունենանք հաջորդ տարիներին եւս, բնականաբար մենք ունենք նորմատիվներ, որոնց պիտի համապատասխանի պրոֆեսորադասախոսական կազմը, պետք է ունենան գիտական գործունեություն եւս, պրակտիկ հմտություններ ցանկալի են եւ շատ պետք է, որովհետեւ ուսանողը այստեղ միայն թեորիայի համար չէ, որ մտնում է եվրոպական համալսարան, մենք փորձում ենք, որ ուսանողը համալսարան մուտք գործելով թեորիան եւ պրակտիկան համատեղի, ինչպես նաեւ կարողանա հետազոտական աշխատանքներ եւս իրականացնի։ Մեր բոլոր դասերը նաեւ իրականացվում են այնպիսի ձևաչափով, որ ընթացքում մենք ունենք շատ արտալսարանային դասեր, ասենք մշակութաբանության շրջանակներում թանգարաններ, այցեր, տարբեր ձևաչափերով հանդիպումներ եւ այլն, որպեսզի ուսանողները իրենց կրթության ընթացքում ծանոթ լինեն պրակտիկ նորմատիվներին ու չափանիշներին։ Համագործակցությունների շրջանակը ամեն օր է ավելանում եւ ի ուրախություն մեզ մենք արդեն ստանում ենք զանգեր եւ ցանկություններ, որ համագործակցեն Հայաստանի Եվրոպական համալսարանի հետ։ Սա եւս մեր հաջողություններից մեկն է։ Ուստի առաջիկայում սպասենք նոր ուսանողների, նոր դիմորդների, այո։ Այո, անպայման մենք նաև ունենք հրավերներ, տարբեր քոլեջներ, տարբեր դպրոցներ, խնդրանքով, որ մենք պարզապես այցերով չայցելենք իրենց, այլ մեր ձևաչափին համապատասխան սեմինարներով, բաց դասերով, վարպետաց դասերով, որոնք իրականացնեն մեր իսկ պրոֆեսորադասախոսական կազմի դասախոսները եւ մենք ընդունել ենք այդ հրավերները, առաջիկայում ունենք հանդիպումներ, չնշեմ որ դպրոցներում եւ այլն մեր էջերից արդեն կտեսնեք եւ մենք պարզապես չենք գնում եւ խոսքեր օդում թողնում, այլ մենք խոսում ենք փաստերով, մենք ներկայացնում ենք, թե ինչպիսին պետք է լինի Եվրոպական համալսարանի ուսանողը եւ աշխատաշուկայի պահանջված մասնագետը։ Շնորհակալություն Տիկին Ասլանյան, իսկ դուք սիրելի հեռուստադիտողներ եւ սիրելի հետևորդներ մնացեք մեզ հետ, որպեսզի միասին ծանոթանանք տարբեր ոլորտների հնարավորությունների, սահմաններին։